Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալն այս փուլում հասել է իր ամենալարված ու հոգեբանական խորության գագաթնակետերից մեկին։ Սա այլևս պարզապես սերիալ չէ իրադարձությունների մասին, սա պատմություն է մարդկանց ներքին պատերազմների, անցյալի սխալների և ճակատագրի անխուսափելի բախումների մասին։ Սերիալի գլխավոր ուժը նրա բազմաշերտ կառուցվածքն է, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի իր ճակատագիրը, բայց այդ ճակատագրերը կապված են իրար անտեսանելի թելերով։ Այնինչ տարիներ առաջ թվում էր ավարտված, այսօր վերադառնում է ավելի ուժեղ և ավելի վտանգավոր ձևով։ Հունանի կերպարը հիմա սյուժեի ամենաբարդ ու հետաքրքիր կետում է։ Նա կանգնած է իր կյանքի ամենամեծ ճշմարտության առաջ։ Նա գիտի, որ Լեոն, Մանանը և Դավիթը, Ռաֆի երեխաներն են։ Այդ գիտակցումը նրան դնում է անելանելի վիճակում։ Մի կողմից նա ուզում է պաշտպանել իր ընտանիքը, մյուս կողմից չի կարող փախչել իր անցյալից։ Նրա որոշումը երեխաներին հեռու պահելու մասին ցույց է տալիս, որ նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե ճշմարտությունը չբացահայտվի։ Բայց սա այն ճանապարհն է, որը միշտ տանում է դեպի ավելի մեծ կործանում։ Հունանը կարծես ինքն է ստեղծում այն պայթյունը, որից փորձում է խուսափել։ Լեոյի կերպարը շարունակում է մնալ սերիալի առանցքային ուժերից մեկը։ Նա պայքարում է ոչ միայն արտաքին խնդիրների դեմ, այլ նաև իր ներսում։ Նրա առողջական խնդիրները, հատկապես վերջին դեպքերից հետո, նրան դարձնում են ավելի խոցելի, բայց նաև ավելի մարդկային։ Նա չի մտածում իր ցավի մասին, երբ խոսքը գնում է ընտանիքի մասին։ Մանանին տուն վերադարձնելու նրա փորձերը ցույց են տալիս նրա նվիրվածությունը և ուժը։ Մանանի վերադարձը ընտանիք շատ կարևոր շրջադարձ է։ Նա անցել է իր սխալների ճանապարհը և հասկացել, որ անկախ ամեն ինչից ընտանիքը այն միակ տեղն է, որտեղ նրան ընդունում են։ Բայց նրա ներսում դեռ կա պայքար ինքնուրույն լինելու և ընտանիքի մաս լինելու միջև։ Նրա հարաբերությունները Գրիշոյի հետ դեռ չեն ավարտվել։ Այդ կապը դեռ ունի ուժ, բայց նաև վտանգ։ Գրիշոն այն կերպարներից է, ով սիրում է, բայց չի հասկանում ինչպես սիրել։ Նրա կոպիտ վերաբերմունքը, խանդը, վերահսկելու ցանկությունը ցույց են տալիս, որ նա դեռ չի հասունացել այդ զգացմունքի համար։ Էռնայի գիծը դառնում է ամենահուզիչներից մեկը։ Նա երկար ժամանակ ապրել է հավատով, բայց հիմա այդ հավատը կասկածի տակ է դրվում։ Նրա քայլը գնալ Դավիթ պապի մոտ և փորձել պարզել ճշմարտությունը շատ համարձակ է։ Նա պատրաստ է լսել այն, ինչ կարող է ամբողջությամբ փոխել իր կյանքը, բայց Դավիթ պապը լուռ է մնում։ Նա ընդամենը ասում է, որ երկու որդի է ունեցել և երկուսին էլ կորցրել է։ Դավիթ պապը շատ լավ հասկանում է իր ասածների իմաստը։ Նա Ռաֆին կորցրել է, որովհետև Ռաֆն արդեն մահացել է, իսկ Ավոյին կորցրել է և ֆիզիկապես, և հոգեպես։ Եթե ճշմարտությունը բացահայտվի, նա ստիպված կլինի վերաիմաստավորել իր ամբողջ անցյալը, իր ամուսնությունը, իր ընտրությունները։ Սա այն պահն է, որտեղ նրա կերպարը կարող է կամ կոտրվել, կամ դառնալ ավելի ուժեղ։ Դավիթ պապը շարունակում է մնալ սերիալի բարոյական առանցքը։ Նույնիսկ հիվանդանոցում գտնվելով նա այն մարդն էր, ով կապում է անցյալը ներկայի հետ։ Բարեբախտաբար նա արդեն հիվանդանոցից դուրս է գրվել ու նա տանն է։ Նրա գիտելիքները, նրա հիշողությունները, նրա ճշմարտությունը կարող են փոխել ամեն ինչ։ Վովայի գիծը ևս մոտենում է իր ամենակարևոր կետին։ Նրա իրական ինքնությունը, նրա կապը ընտանիքի հետ, ամեն ինչ պատրաստ է բացահայտվելու։ Ավոն շարունակում է մնալ ամենախոր ու վտանգավոր կերպարներից մեկը։ Նրա քայլերը միշտ հաշվարկված են, բայց նա ավելի ու ավելի է խճճվում իր իսկ ստեղծած ցանցում։ Նրա գաղտնիքները շատ են, և այդ գաղտնիքներն այլևս դժվար է պահել։ Էռնան վերադառնում է տուն ու նրա դեմքին ասում, որ գնացել էր նրա հոր հետ հանդիպելու։ Իհարկե, սա Ավոյին հաստատ դուր չի գա, ու նա վիրավորելու է, սպառնալու է Էռնային, որ այլևս չկրկնվի այդ հանդիպումները։ Նա շատ լավ հասկանում է ինչու, որովհետև այդ հանդիպումները կարող են ճակատագրական լինել և Էռնայի, և Ավոյի, և ամբողջ ընտանիքի համար։ Որովհետև նա հասկանում է, որ օրերից մի օր բացահայտվելու է այն գաղտնիքը, որն այսքան տարիներ թաքցված է եղել։ Բացահայտվելու է ու բոլորը հասկանալու են, թե ով է Ավոն իրականում, ով վաճառել է իր եղբոր արյունը իրեն լավ կյանք ապահովելու համար։ Նա այսքան տարիներ չի հետաքրքրվել եղբոր երեխաներով, ավելին՝ նույնիսկ այն գումարը, որը նա Հունանից վերցրել էր եղբոր որդուն Մոսկվայում բուժման համար, ծախսել է իր կարիքների համար։
Գոյամարտի ամենամեծ առանձնահատկությունն այն, որ այստեղ չկա պարզ բաժանում լավերի և վատերի միջև։ Յուրաքանչյուր կերպար ունի իր ճշմարտությունը, իր ցավը, իր պատճառները։ Սերն այստեղ միշտ ուղեկցվում է ցավով, ճշմարտությունը վտանգով, իսկ ընտանիքը պատասխանատվությամբ։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ամենահզորները։ Կբացահայտվի արդյոք ամբողջ ճշմարտությունը, կկարողանա Հունանը փախչել իր անցյալից, կկոտրվի Էռնան, թե կդառնա ավելի ուժեղ, կվերականգնվի Լեոյի կյանքը, և արդյոք այս ընտանիքը կկարողանա հաղթահարել իր գոյամարտը։ Մի բան արդեն հստակ է՝ գոյամարտը մտել է իր ամենակարևոր փուլը, որտեղ յուրաքանչյուր սերիա կարող է փոխել ամեն ինչ։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինես շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն